ընդհանրապես մինչև հիմա Հայաստանի վարած դիվանագետությունը ուղղված է լարվածությունը կոնֆլիկտային լոգիկայից դուրս բերել պետությանը եւ լարվածությունը իջացնել եւ ընդհանրապես որպես դեմոկրատական երկրներին անհրաժեշտ է տնտեսական աճ, դրա համար անհրաժեշտ են բաց սահմաններ, կանխատեսելի կապվածություն եւ այս բոլոր պատճառներով է, որ դեր են խաղում, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները փաստորեն փորձում է կառավարությունը այդ ուղղությամբ տանել եւ Վաշինգտոնյան համաձայնագրերը շատ կարեւոր դեր խաղացին, որ ոչ միայն լարվածության աստիճան իջացրեցին, այլ նաև գործիքակազմ տվեցին երկու կողմերին եւ հատկապես Հայաստանին ռեգիոնը բացելու համար, որը էլի շատ կարևոր է Հայաստանի, Ադրբեջանի նման փոքր պետություններին միջազգային համակարգում դրանք նույն կշիռի, նույն քաղաքական կշիռն ունեն, փոքր պետություններ են, չնայած տարբեր ռեսուրսներով են, տարբեր դիրքավորվածություն ունեն։ Այսինքն Ադրբեջանի վարած այդ նոր որոշումը, որ արդեն հնարավոր է Ղազախստանից եկող հացահատիկը հասցնել Հայաստան, շատ կարևոր է։ Ես ճիշտն ասած այդ բուրը դեռ չէի կարդացել, շատ կարևոր է նախ որ գիտենք, որ Հայաստանը կախվածություն ունի Ռուսաստանից եկող հացահատիկից եւ դա փաստորեն հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել Հայաստանի սննդի անվտանգության համար է սա շատ կարևոր, այսինքն միշտ կախված լինել մեկ երկրից դա շատ ռիսկային է, բայց թե դա բանակի հետ չի կապի, ուղղակի բանակի ծառայության ժամկետը 2 տարուց 1.5 իջացնել, դա ընդհանուր ես կապում եմ, որ Ադրբեջանի հետ լարվածությունը շատ արագ իջնում է եւ որ երկու պետություններն եւ այս որոշումով Ալիևը նույնպես հետաքրքրված են ենթակառուցվածքներով խորացնել իրենց հարաբերությունները եւ եթե իրենք ռեգիոնալ առումով ենթակառուցվածքներով սկսեցին ավելի խորը կապվել, դա բարձրացնում է երկու պետությունների դերը միջազգային համակարգում հաշվի առնելով, որ հատկապես Ալիևը Ռուսաստանի հետ հարցեր ունի, այսինքն անշուշտ շատ շահեր միանում են միասին, բայց այս տատանումները հարաբերությունները կարծես թե լավացա, բայց տրանսակցիոն են, այսինքն ինչպես որ լավացան կարող են վատանալ եւ փաստորեն Ալիևի այցը Վաշինգտոն եւ այդքան ոգևորված է Տրամպով ցույց է տալիս, որ այո Ալիևը հարց ունի այս գերտերություններին իրար դեմ խաղացնելու լեգիտիմություն, դրսից լեգիտիմություն կորզելու համար։ Այսինքն դա է այսինքն Ադրբեջանը շահագրգռված է այդ կառուցվածքների միջոցով իր դիրքը բարձրացնել եւ Ալիևը միշտ կրկնում է, որ Ադրբեջանը տրանզիտային երկիր է եւ դա համարում է նոր միջոց եկամուտները բարձրացնելու համար, քանի որ նավթը քչանում է նավթից եկող եկամուտները, չնայած անշուշտ տրանզիտայինների միջոցով չես կարող նավթից կորուստ ստացած այդ բացը փակել։ Բայց ընդհանուր առմամբ դա է կոնտեքստը, որ երկու պետությունների համար է, որպես փոքր պետություն, անհրաժեշտ է օդու ջրի նման բաց ռեգիոն ունենալ, ենթակառուցվածքների խորը կապվածություն ունենալ, քանի որ միայն դրանով են կարողանալու իրենց քաշը բարձրացնել եւ դիմակայել Ռուսաստանին եւ ընդհանրապես գերտերությունների ճնշումներին։ Նախ Ալիևի բառապաշարը արդեն նախ դա իրավական նորմերին ստորագրված թղթերին հակասում է եւ դա նաեւ պետք է նաեւ հստակեցի, որ դա միջազգային օրենքին է արդեն հակասում, քանի որ իր մեջ պարունակում է ռևիզիոնիստ ենթադրություններ կամ քայլեր, այսինքն այն, որ քարտեզի վրա ինչպես Փաշինյանը նշել է արդեն միջազգային ատյաններում մի քանի անգամ քարտեզի վրա ցույց տվեք։ Այսինքն եթե դու ուզում ես ներդրում անել, որևէ միջազգային կազմակերպություն ես ուզում ես ներդրում անել այդ ենթակառուցվածքների մեջ, Զանգեզուրի կորիդոր ասելով շատ հեռու չես գնա։ Բայց շատ կարևոր է ընդգծել, որ դա հակաիրավական է, միջազգային նորմերին, միջազգային իրավունքին հակասում է եւ դա պետք է ընդգծել։ Բայց թե ինչու Ալիևը շարունակում այդ բառապաշարը օգտագործել, քանի որ Հայաստանում դա նեգատիվ է, շատ բացասական է ընկալվում եւ հասկանալի պատճառներով եւ փաստորեն տերմինոլոգիան դարձել է մի գործիք Ալիևի ձեռքին Հայաստանի ներսում ազդեցություն ունենալու համար։
այդ գործիքով նա կարողանում է բևեռայնացվածությունը խորացնել Հայաստանում, պրոռուսական ուժերը, որ չեն հավանում կամ քննադատում են Վաշինգտոնյան համաձայնագիրը, շատ կարճում են այդ բառապաշարից եւ տեսել եմ այդպիսի լուրերի մեջ իրենք էլ են այդ բառապաշարը օգտագործում։ Այսինքն դա դարձել է գործիք Ալիևի ձեռքին Հայաստանի ներքին քաղաքականությունը կառավարելի իր ազդեցություն ունենալ, որը դա նշանակում է, որ թե ինչպես է դա արծարծվում, Ալիևի խոսքերը մեր մեդիայի կողմից ինչպես է արծարծվում, դա պետք է քննարկվի երևի մասնագիտական ոլորտի կողմից։ Քանի որ Ալիևը հստակ պետք է պատկերացնել, մի կողմից ուզում է Հայաստանի հետ հարաբերությունները լավացնեն, իրեն ձեռնտու են այդ ենթակառուցվածքների խորացումը եւ այլն, այդ խաղաղությունը, որպեսզի նաեւ Մարսի էթնիկ զտումը, որ կատարեց Լեռնային Ղարաբաղում, Արցախում, բայց միևնույն ժամանակ հաշվի առեք, որ այդ կախվածությունը որ այդ բացվածությունը, սահմանների բացվածությունը խորացնելու է տնտեսական դիվիդենդներ է առաջացնելու Հայաստանի դեմոկրատական համակարգին, որը իր համար շատ ռիսկային է։ Իսկ ինչ վերաբերում, այսինքն դա գործիք է դարձել Ադրբեջանի ձեռքին, Հայաստանի ոչ եւ իր ներսի լսարանին ասելու, որ տեսեք ես այս տերմինով եւ ինքը փաստորեն ինքն է ստեղծել այդ տերմինը եւ ուզում է մինչեւ վերջ առաջ տարած լինել, բայց ուղղակի արդեն դա նաեւ Հայաստանում դարձել է գործիք Հայաստանում բաժանություն, բևեռայնացվածությունը խորացնելու համար, իսկ բևեռայնացվածությունը ուղղակի ռիսկ է դեմոկրատական կոնսոլիդացիայի process-ների համար։ Իսկ մյուս հարցը, թե ինչու է Ամերիկայի Միացյալ Նահանգները այսքան հետաքրքրված Սյունիքով, դա շատ կշատերացնում են Իրանի վրա ազդեցություն եւ այլն, արդեն Իրանի վրա ազդեցություն Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի Ադրբեջանի միջոցով, այսինքն ես դա բոլորովին չեմ կապում Իրանի վրա ազդեցություն ունենալու, հատկապես որ սահմանը այդքան փոքր է, այսինքն տնտեսական հաշվարկներով եւ այլն այդքան նպատակներ չեմ տեսնում, բայց ինձ թվում է, ես կարևորում եմ այն թեզը, որ իմ կարծիքով, որ սա կապ ունի Ամերիկա-Չինաստան հարաբերությունների հետ, եթե Չինաստանի մոտ Մալակայի նեղուցը փակվեց Թայվանի շուրջ եղած կոնֆլիկտի պատճառով, այսինքն Ամերիկայի կոնֆլիկտը այդտեղ հասունացավ եւ Ամերիկայի արևմուտքը կարողացավ Մալակայի նեղուցը փակել, որը շատ կարևոր է Չինաստանի տնտեսության, աշխարհի տնտեսությանը կապված մնալու համար, այս միջանցքը կարևորվում է, մայր ցամաքով կապվածությունը խորանում է եւ այդ կոնտեքստով է Ամերիկայի Միացյալ Նահանգները դիտում Հայաստանի հարավին, բացի դրանից մինչև հիմա ես մի քանի անգամ նշել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգները հետ է մնացել եւ Եվրոպան նաեւ հետ են մնացել մի շատ կարևոր process-ներ, որ Չինաստանն է սկսել։ Դա է իր ազդեցությունը խորացնել ինֆրաստրուկտուրային կապերի միջոցով։ Եվ այդ առումով Չինաստանը շատ առաջ է, գնացքի գծեր, ճանապարհներ ամբողջ եւ իր հարևանների միջոցով մինչեւ նույնիսկ Աֆրիկա եւ այս պայմաններում է որ կարծես թե Ամերիկայի Միացյալ Նահանգները արթնացել է որ կարողանա ազդեցություն ունենալ կամ մասնակցել այդ ինֆրաստրուկտուրային կապերին եւ շատ լավ է որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարևորում է սա քանի որ անկախ նրանից թե ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարում Միացյալ Նահանգները առաջ է եւ արևմուտքը առաջ են տանելու ենթակառուցվածքային կապվածությունը միջազգային լիբերալ նորմերի շուրջ Այսինքն միջազգային իրավունքի պայմաններով են դրանք այդ կապվածությունը առաջ տանելու, որի հիմնակարն է պետությունների սուվերենությունը, բռնի ուժի դեմ նորմերը, այսինքն սրանք շատ կարևոր են, հատկապես տերիտորիալ սուվերենության գործոնը։ Եվ դա չի նշանակում, ես չէի ասի, որ արդեն Չինաստանը դուրս է մնում, Չինաստանը արդեն տեղավորված է Վրաստանում, Անակլայի նավահանգիստում, որ արդեն իրենք են կառուցում, այսինքն Վրաստան-Չինաստան կապերը, ինֆրաստրուկտուրային կապերը շատ խոր են, եւ այս ձևով
Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ նաեւ Եվրոհամայնքը իր Global Gateway, Global Darpass այդ ծրագրի միջոցով հասկանում են, որ Կենտրոնական Ասիային կապվելու հնարավորություն կա։ Եվ այսինքն երբեմն վերլուծությունները ասում են, դա Հայաստանի միջով ասող ճանապարհը կարևոր չէ, քանի որ արդեն միջանցքը Վրաստանով է անցնում եւ այլն եւ այլն։ Ես այդպես չեմ դիտում, որ մեկը կամ մյուսը ավելի կարևոր է, սա դիվերսիֆիկացիայի հարց է, որը Ամերիկայի Միացյալ Նահանգներին հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել իր կապվածությունը Եվրասիական մայրցամաքում։ Եթե Արևմուտքը դուրս մնաց այս փոխկապակցվածությունից, եթե մնար, այսպես ասենք, քանի որ երկուսն էլ թե Եվրոհամայնքը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ ակտիվ աշխատում են։ Եթե նրանք դուրս մնացած լինեին, Եվրասիական մայրցամաքի քաղաքական աշխարհագրությունը, ստրատեգիկ աշխարհագրությունը պիտի վերակազմվեր Ռուսաստանի անկումից հետո առանց Արևմուտքի։ Այսինքն Եվրասիական մայրցամաքը հսկա պոտենցիալ ունի, որոշ վերլուծաբաններ այն նկարագրում են որպես գերկոնտինենտ։ Եվ եթե Ամերիկան դուրս մնար այդ կապակցությունից, դա շատ ռիսկային կլիներ իրենց համար։ Այսինքն հաշվի առնելով, որ Ռուսաստանը արդեն թուլացող Ռուսաստանը, դա չի նշանակում, որ հարավային Կովկասից դուրս պետք գա կամ մնա, այդ տերմինները չեն բացատրում, թե ուժը ինչ ձևով է, ուժը իշխանությունը, ազդեցությունը ինչ ձևով է դասավորվում 21-րդ դարում։ Այսինքն Ռուսաստանի աշխարհությունը չես փոխի, Ռուսաստանն այնտեղ է, բայց Ռուսաստանը կորցրել է իր պատմական դերը որպես կենտրոն միջնորդ Եվրասիական մայրցամաքում կապվածության կոնտեքստում։ Այս պատերազմը արագ չի վերջանալու Ուկրաինայում եւ այս պայմաններում է, որ այս նեոիմպերիալ, նեոկայսրական համակարգում, որտեղ մետրոպոլը անկում է ապրում, սա քաղաքական ազատություն է ստեղծում իր պերիֆերիաներին, այսինքն հարավային Կովկասի պետությունների, նաեւ կենտրոնական Ասիայի։ Եվ սա է այն, որ կենտրոնական Ասիան շատ ռեսուրսներ ունի, բայց եւ նաեւ նրանք էլ են ձգտում Եվրոհամայինք, Ղազախստանը հատկապես այս պայմաններում է, որ բազմազան դիվերսիֆիկացված կապվածությունը ենթակառուցվածքները բարձրացնում են Հայաստանի դերը միջազգային համակարգի մեջ, ամրացնում են իր պետականությունը եւ Վաշինգտոնյան համաձայնագրերը կարեւոր են այդ կոնտեքստով։